Ինչ կտա այդ ԱԹՍ-ների ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսակետից եւ հատկապես հետախուզության։ Նախ առաջին հերթին դա կտա մեր զինվորների կյանքերի պահպանում, որովհետեւ ամենակարևորագույն գործոնը ռազմական գործի մեջ դա հետախուզությունն է, ճիշտ տվյալներ թշնամու հանդեպ ունենալն է։ Եվ մենք կարելի ասել ամեն ինչ անում ենք, որպեսզի ունենանք հետախուզական դրոններ, հատկապես դարին համահունչ, բարդությունների ենք հանդիպում, իհարկե մեր ընկերություններ ունենք, որոնք ստեղծել են որոշակի հետախուզական դրոններ, որոնք կարողանում են որոշակի աշխատանքներ կատարել թշնամու թիկունքում թե խորքում եւ դա լինեն անխոցելի։ Դա շատ կարևոր բան է, ովքեր որ ասում են, որ դա ոչ մի բան չի տա մեզ, ես չեմ կարող համաձայնվել դրան։ Ես մի բան գիտեմ, որ ներկայիս պայմաններում, երբ որ ամեն վայրկյան, ամեն րոպե աշխարհով մեկ տեխնոլոգիաները զարգանում են եւ հատկապես արհեստական բանականության պահով, երբ որ նայում ենք ինչեր է կատարվում աշխարհում, դա շատ սխալ հայտարարություն է արվել, որ ոչ մի բան չի տա մեր բանակին։ Ես ուրախ եմ, որ ձեռք է բերվել նմանատիպ հետախուզական դրոններ, իհարկե ել ավելի լավ դրոններ կարելի է ձեռք բերել, բայց դա հնարավորությունների եւ ժամանակի հետ կապված խնդիրներ են։ Հիմնական երևի այսքանը դրա մասին, որ կարող եմ ասել։ Իսկ բար տեղանքներում դրանք ինչպես կարող են։ Բոլոր տեղերում դրանք կարող են աշխատել։ Բոլոր տեղերում կարող են աշխատել նմանատիպ դրոնները եւ ելի եմ ասում, ընդդեմ միջև 1 հատ թշնամու ինչ որ թաքնված օբյեկտ հայտնաբերելու պահով դա շատ մեծ ոգու դա բերելու երկրին, որովհետեւ հիմա գիտենք, որ ունենք այնպեսի հրետանային միջոցներ, որոնք կարելի է անմիջապես փոխանցել տվյալներ եւ կարելի է թշնամուն ընդդեմ մինչեւ 40 կիլոմետր խորության վրա ոչնչացնել օբյեկտները։ Ճիշտ կոորդինատներ, ճիշտ տեղանքային հայտնաբերումներ, դա հենց դրոնները կարող անեն այդպիսի բաները։ Դուք հայկական արտադրության մասին էլ խոսեցիք, ասում եք մենք էլ ենք փորձում, բայց այդքան ճշգրտությամբ չենք կարող։ Գիտեք ինչ կա, մեր հայկական արտադրությունը մի պահ կարող եմ ասել, որ մենք դարից անցանք, հետո հետ ընկանք նորից։ Գուցե ֆինանսավորումների պատճառներն էին, թե ինչ չեմ կարող ասեմ, բայց ես գոհ եմ մեր տղաների արտադրած դրոններից, որ եթե Հայաստանում մարդիկ մասնավոր սեկտորով ի վիճակի են նմանատիպ բաներ անել, դա հզոր մարդիկ են իրանք, հզոր գլուխներ են, հզոր գաղափար մարդիկ են, հզոր հայրենասերներ են, որ կարողանում են այդպիսի բաներ անել իրանք։ Եվ փաստորեն Հայաստանը ակտիվացել է նաև ռազմատեխնիկական կապերի հաստատում Հնդկաստանի հետ։ Եվ այս վերջի ժամանակների դուք էլ տեսանյութերը տեսած կլինեք կամ ավելի մոտիկից։ Սենց մի բան ասեմ, էլի, ճիշտ է, հաղորդումը կոչվում է բացում ենք փակած գծերը, բայց ես չեմ ուզում բացեմ փակագծեր, ինչ որ վերաբերվում է այն ռազմական հարցերին փակագծեր չեմ ուզում բացեմ, սակայն ինչ ես գոհ եմ իմանալով հանդեպ թե ինչպիսի տեխնիկաներ է գալիս, գոհ եմ այդ տեխնիկաները։ Ամրաշինական աշխատանքները, որոնք ցուցադրվեցին։ Պատահական չխոսեցի ես, որ հրթիռը հրետանային զորքերը ի վիճակի են ճիշտ խոցելիություն ապահովեն մինչև 40 կիլոմետր հեռավորության վրա։ Դա թիվը 40 կիլոմետր հեռավորություն, եթե մենք ճիշտ տեղանքները կարողանում ենք բացահայտենք տվյալ դրոնների միջոցով։ Պատահական չխոսեցի դա։ Եվ այս թեմայի հետ կապված վերջինը ամրաշինական աշխատանքները, համազգեստի փոփոխությունը, ինչ որ պաշտպանության նախարարությունը։ Համազգեստի փոփոխության մասին ես ոչ մի բան չեմ կարող ասեմ, ոչ տեսել եմ համազգեստը, ոչ էլ հետաքրքրվել եմ, ճիշտն ասած, իհարկե համազգեստը պետքա լինի այնպեսին, որպեսզի կարողանա տեղանքում համապատասխանի զինվորի եւ տեղանքի ռելիեֆային գույների անտեսանելիության կամ ապահովվածության պահերով, սակայն ինչ վերաբերվում է ամրաշինական աշխատանքներին,
տվյալ բունկերները, որ ցուցադրեցին, չեմ կարող համարել, որ ճիշտ եղավ ցուցադրելը, չեմ կարող համարեմ դա, իհարկե իմ իրավունքներից վեր է այսպեսի բան ասելը, բայց իմ կարծիքն եմ ես ասում, որ մեր մոտ շատ վատ վիճակում է գտնվում գաղտնիությունը։ Չի կարելի բաներ կան, որ ցուցադրենք, ասենք գլուխ գովանք ստեցան, այսօր դե ինչ է Իրանից ներկայացնում ամրաշինական աշխատանքը, մենք տեսանք Իրանի եւ Իսրայելի պատերազմի ժամանակ, թե ինչպեսի ռումբեր գցեցին իրանական բունկերների վրա, որոնք մեծ խորության վրա կարողանում էին բունկերները վերացնեին։ Դա չեմ կարծում, թե ես միջադա մի տեղանքի պաշտպանական հատվածի որոշակի դիմակայման գործընթաց կարելի ասել։ Իսկ հիմնական սահմանների պաշտպանությունը պետք է ամրանան փոքրիկ, այսպես ասեմ, էլի բունկերներով, որոնց մեջ 1-2 հոգի կարողանան որոշակի զինատեսակներով կանխեն թշնամու հառաչխաղացումը։ Եվ դա պետք է լինի ամեն 300, ամեն 500 մետր հեռավորության վրա ամբողջ սահմանի երկայնքով, որը Իրանից մեծ աշխատանք է տանում, իհարկե գմբեթներ կառուցվում են Վովա Վարդանովի այդ եւ Վարդանովը ես կարամ շնորհակալություն հայտնեմ իրան այդ կրտնաջան աշխատանքի համար, հայրենասիրության համար եւ արտադրվում է հատուկ բունկերներ, փոքրիկ, նմանատիպ բաներ սարքվում են, գմբեթներ, որոնք տեղադրվում են սահմանի վրա գնդացրորդների եւ ասենք մեր զինվորների, չասավորների համար։ Եվ ժամկետային զինծառայությունը փաստորեն դարձավ 1 տարի 6 ամիս։ Սա ինչպես եք ընդունել այս լուրը։ Ճիշտ ասած, իմ թորնիկը բանակ պետքա գնար։ Այս որոշակի խնդիրներ ունեցավ, չտարան իրան, ես ցավում եմ, որ այդպես եղավ իհարկե, ոչինչ կբուժվի, հետո նոր չեմ հասկանում, ես մեր երիտասարդների մոտ հիվանդությունը առաջանում է, երբ որ գնում ես բժշկի հետ ժամանակ, դες պահը։ Մենք սպասում էինք, որ իրան պետքա ճանապարհենք գնար ծառայության, սակայն չեղավ այդ բանը, բայց ես Կրծեր Գորյուն Ղումաշյանի մասին այո, Կրծեր Գորյուն Ղումաշյանը պետքա գնար ծառայության եւ մենք մեծ ուրախությամբ սպասում ենք իրան ճանապարհելուն եւ պետքա ուրախանայի ես որպես պապիկ, պետքա ուրախանայի, որ դարձել է 1.5 տարի, ես դժգոհ եմ այդ որոշումից։ Հատկապես մեր ռեսուրսները այնքան չկան, որպեսզի մենք կարողանանք քանակը ապահովել բանակի ծառայության եւ ինչա նշանակում 1.5 տարի, ասենք 6 ամիս գույնը առնվազն պետքա որպեսզի զինվորին զինվոր սարքել, պարամունքներ տիկուկային եւ այլն, այնտեղ մնում է 1 տարի, մի 6 ամիս հմտություններ ձեռք բերելու համար էլ չի բավականացնի, պետքա կոփվեն որպես տղամարդ ամենայն դեպս հետոնոր կան 1.5 տարին շատ քիչ ժամկետ է ծառայության համար։ Ես էլ տենց եմ համարում, չգիտեմ, դա իմ կարծիքն է։